Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ և Իսպյուրս։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրական սիրո մեր ողջույնը, աղոթն ու օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո։ Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական մեր կյանքում։ Մեր հոգիները ալեկոծեցին նաև Սիրիայում չընդհատվող պատերազմի ծանր հետևանքները և աղետալի դեպքերը Լիբանանում։ Հայաստան և Արցախ մեր երկրի առջև ծառացած քաղաքական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները, հայրենիքի սահմաններին անկայուն խաղաղությունը, ապագայի անորոշությունը արդարև տկարացրել են մեր ժողովրդի զավակների լավատեսության ոգին։ Հուսախաբ ենք, այո, բայց Աստծուն ապավինած լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը։ Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տեր։ Սաղմոս 2-ի այս խոսքերը հոգում ծրարած մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում իր հուսավառ հայացքը ուղղել է դեպի գալիքը։ Հայոց անկախ պետականության նվիրական տեսիլքն ու անհատնում ձգտումն իր սրտում, ազգս հայոց զորությունն է ունեցել հառնելու ամենածանր փորձություններից, անգամ հայրենազրկումի և ցեղասպանության արհավիրքներից։ Եվ այսօր էլ հավատում ենք, ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը։ Հայրենաշինության սրբազան առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի միայն մեր ժողովրդի կարող ու առողջ բոլոր ուժերի համերաշխ մասնակցությամբ և միաբանության ոգով։ Միաբանությունը, ինչպես գրում է մեծն Եղիշե վարդապետը, բարի գործերի մայրն է, անմիաբանությունը չար գործերի ծնողը։ Սիրելիներ, հայրապետիս հորդորն ու պատգամն է ստեղծված լրջագույն իրադրության առջև զորանալ հավատով և ամրապնդել վճռականությունը, որպեսզի ամենայն հանձնառությամբ կառուցենք և սերունդներին ավանդենք հզոր, բարոր և անվտանգ հայրենիք։ Աստուծո խոսքին ու քրիստոնեական արժեքներին հավատարիմ հոգ տանենք միմյանց և ջերմագին սիրով առբազմաչարչար մեր հայրենիքը, մեր ջանքերն ու ուժերը մեկտեղենք ի նպաստ ազգային ու հայրենական մեր կյանքի նորոգության ու պայծառության։ Մեր հայրենիքը հզորացնելու, մեր պետականությունը վտանգներից զերծ պահելու, մեր սահմանները խաղաղ ու ապահով դարձնելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունը ամենքինս է։ Այս գիտակցությամբ հայրենիքի նոր օրը խարսխենք եղբայրսիրության, արդարության և օրինահարգության վրա։
նոր տարվա սեմին միասնաբար հայցենք, որ Տիրոջ Սուրբ Ծննդյան շնորհները հերկիր խաղաղություն, իմարդիկ հաճություն ավետիսով տարածվեն մեր հայրենի եզերքներում։ Աղոթենք ու երախտագետ սրտով հիշենք մեր նահատակներին, շուտապույտ վերադարձ մաղթենք գերեվարվածներին, ապաքինություն վիրավոր մեր զավակներին և խնդրենք Աստծո զորակցություն ու օրհնությունը նրանց, մեր հերոսների ընտանիքներին և համայն մեր ժողովրդին։ Աղոթենք հայրենիաց պաշտպանության դիրքերում գտնվող մեր բանակի քաջարի զորականների և բոլոր նրանց համար, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ։ Աղոթքով հիշենք և համավարակից մահացած մեր ժողովրդի զավակներին։ Ամենագութ Աստված, բարերար քո կամքով և ամենառատ ողորմությամբ թող 2021 թվականը լինի խաղաղության, ազգաշեն ու հայրենանպաստ իրագործումների տարի և մխիթարություն բերի մեր սրտերին, զորություն և հաղթություն հայոց կյանքին։ Աստված պահապան մեր հայրենիքին և ժողովրդին։ Բարի օրհնյալ տարի։ Եվ պատերազմի ալիքը պայքարի երկրորդ ալիք բացեց նրանց համար և նույնքան հերոսական աշխատանքի շնորհիվ մեր բժիշկները մեր վիրավորների հազարավոր կյանքեր փրկեցին։ Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մեր զինծառայողների քաղաքացիական անձանց հետ են և ուզում եմ հատկապես նրանց ասել. կյանքը չի ավարտվել և դուք դեռ ձեր անձնական ավանդը կբերեք Հայաստանի հզորացման գործին։ Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմից վերադարձած մեր եղբայրների ու քույրերի հետ են, ովքեր մտքով հաստատապես դեռ մարտի դաշտում են, նորովի են վերապրում, առաջնագծում իրենց անցկացրած ամեն րոպեն ու վայրկյանը։ Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր այն հայրենակիցների հետ են, ովքեր պատերազմի բերումով զրկվել են օթևանից, տնից։ Կրկին նույն պատճառով չեմ ուզում պատմել, թե կառավարությունը ինչ միջոցներ է ձեռնարկում և կձեռնարկի նրանց խնդիրներին լուծում տալու համար։ Ամեն անհրաժեշտը իհարկե կարվի։ Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Արցախի մեր հայրենակիցների հետ են։ Մեր սիրասուն Արցախը ապրում է չափազանց դժվար օրեր։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն իհարկե անվտանգության էական երաշխիքներ է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների համար։
Նաև Արցախի կարգավիճակը մեզ համար շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն եւ այս ուղղությամբ քաղաքական, դիվանագիտական ջանքեր պիտի գործադրվեն շարունակաբար։ Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ են։ Ձեր սերն ու ամենօրյա գորովանքը Արցախի ու Հայաստանի նկատմամբ զգալի է նույնիսկ հազարավոր կիլոմետրերից եւ մեր ամբողջությունը որևէ ձևով չի կարող խաթարվել։ Մենք բոլորս դա գիտենք։ Ամանորյա այս երեկոյին սակայն մեր սրտերն ու մտքերը առավելապես մեր երեխաների հետ են, որոնք այս տարի զրկվեցին ամանորյա հեքիաթից։ Մեր ազգային մտածողության եւ մտածելակերպի մեջ երեխաներն ու նրանց ապագան ամենակարևոր շարժառիթն են եւ ես մտածում եմ, թե ի վերջո ինչ պետք է անենք մենք մեր երեխաների համար այս դժվարին իրավիճակում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռազմական լայնածավալ գործողությունները դադարել են, բայց պատերազմը ունի ետցնցումներ։ Այդ ետցնցումները ունեն երբեմն մարտական, երբեմն բարոյական, երբեմն հոգեբանական, երբեմն քաղաքական բնույթ եւ մեր մեծագույն խնդիրը այդ ետցնցումներին դիմակայելն է։ Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունն ապահովելը, այդ կայունության ապահովման համար որոշումներ կայացնելը։ Այսօրվա ընթացիկ խնդիրները կարգավորելը եւ րոպե առաջ ապագայի կառուցման գործին լիարժեք տրվելը մեր մեծագույն պարտքն է եւ մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր ժողովրդի առաջ։ Ինչ ապագա ենք մենք տեսնում մեր երկրի, մեր երեխաների, մեր ժողովրդի համար։ Սրանք հարցեր են, որոնք կարևոր են ոչ միայն վաղվա, այլև այսօրվա խնդիրները լուծելու համար։ Մենք պետք է Հայաստանը կառուցենք նորովի, մենք պետք է Արցախը կառուցենք նորովի, մենք պետք է մեր լավատեսությունը կառուցենք նորովի եւ ուզում եմ, որ 2021 թվականը սկսենք հենց այսպիսի տրամադրությամբ։ Արցախի շուրջ, Հայաստանի շուրջ միջավայրը փոխվել է։ Մեր կռիվն ու պայքարը նրա համար էր, որ միջավայրի նման փոփոխություն տեղի չունենա։ Բայց այսօր կան իրողություններ, եւ մենք պիտի առերեսվենք այդ իրողությունների հետ, որովհետեւ իրավիճակը կառավարելու անհրաժեշտ նախապայման է սա։ Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ։ Րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը։ 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը։ Ինչ է հարկավոր սրա համար։ Նախ եւ առաջ անվտանգության նոր միջավայրի կահավորում, որի կարևորագույն բաղադրիչ է բանակի բարեփոխումների մեկնարկը եւ մեր անվտանգային հիմնական գործընկերոջ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ այս համատեքստում անվտանգային նոր երաշխիքների ստեղծումը։ Հաջորդ կարևորագույն խնդիրը վստահելի դատական համակարգի հաստատումն է, որի բացակայությունը շարունակում է մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը մնալ եւ ուժգնացող մարտահրավեր, այդ թվում անվտանգության ոլորտում։ Կրթության ժամանակակից հայեցակարգերի ներդրումը եւ յուրաքանչյուր անհատի մրցունակությունը համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելը մեր հաջորդ մեծագույն խնդիրն է, որը ի վերջո հանգեցնում է մեր հանրության մրցունակության էական մեծացմանը։ Եվ ի վերջո ժողովրդի իշխանությունը, այսինքն ազատ կամ արտահայտմամբ իշխանություն ձևավորելու ժողովրդի լիազորությունը պետք է ամեն օրվա ու ժամվա հետ ավելի ու ավելի ամրանա, ու սա պիտի լինի անառարկելի եւ անսակարկելի իրողություն բոլոր ժամանակների համար։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում 2021 թվականը մեզ համար պիտի դառնա աշխատանքի տարի, ոչ թե սովորական աշխատանքի, այլ ճգնելու տարի, որտեղ ստեղծելը, ստեղծագործելը, արդյունք արարելը լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական, ապա նաեւ ազգային ու պետական խնդիրը։ Աշխատանք, կրթություն, աշխատանք բանաձևի վրա է հիմնվելու մեր ազգային վերածնունդը։ Աշխատանքի, կրթության մեջ է վերստեղծվելու մեր լավատեսությունը։ Աշխատանքի, կրթության ֆոնին է կառուցվելու մեր ազգային երջանկությունը։
վշտի, անհանգստության այս դժվարին պահին, այո, մենք չպետք է մոռանանք երջանկության մասին։ Մեր երեխաների, մեր սերունդների երջանկության մասին, որովհետև որևէ ուրիշ նպատակ մեզ ապրելու այնքան ուժ չի տալիս, որքան մեր երեխաների երջանկության նպատակը։ Եվ որպեսզի ավելի ու ավելի ուժեղ լինենք, մենք պիտի ավելի ու ավելի շատ երեխաներ ունենանք։ Բազմազավակ ընտանիքը, որտեղ 4-5 երեխա կա, մեզանում պիտի դառնա կանոն։ Մայրությունը խթանելու նորանոր պետական ծրագրեր պիտի իրագործենք 2021 թվականից, որովհետև հենց ծնունդն ու մայրությունն են մեր կենսունակության ու հզորության անհերքելի սիմվոլը։ Եվ 2021 թվականի այսօրը Հայաստանում եւ Արցախում վառ կլինեն բոլոր լույսերը, կփայլեն ու կպսպղան տոնածառները, որը կլինի մեր հարգանքի մեծագույն տուրքը մեր բոլոր ժամանակների, բոլոր նահատակներին, որը կլինի մեր մեծագույն ծառայությունը մեր մանուկների պայծառ ապագան կառուցելու մեր հանձնառությանը։ Բարով ես գալիս 2021 թվական եւ Սուրբ Ծննդյանը ընթառաջ ուզում եմ քեզ դիմավորել նոր կտակարանի Լեռան քարոզի հետեւյալ խոսքերով. Երանի սքավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի նրանց, որ քաղցրն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Բարով եկար 2021 թվական, մեր նոր դարաշրջանի մեկնարկի տարի, մեր ազգային պետական վերածննդի տարի, շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։